որևէ նահանջի տեղ չկա, որովհետև եթե ընդգրկեն շանտաժներին, տեղի կտան այդ շանտաժներին, ուրեմն մենք խոշոր հաշվով ավարայր ինչի համար ենք կռվել։ Եթե Հայաստանում Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով վեհապար պիտի փոխվի, եթե Հայաստանում Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով սահմանադրություն պիտի փոխվի։ Հիմա ես այստեղ ուզում եմ որպես վերջաբան անդրադառնալ Անահիտ Ավանեսյանը երեկ այստեղից խոսեց։ Անահիտ Ավանեսյանը շատ վրդովված էր իր դեմ իրականացված այդ թվում նաև իմ ակցիայից։ Երբ պետական դավաճանությանն է վերաբերվում, այս մարդիկ շատ սառնասիրտ են։ Հենց իրենց դեմ այդ ակցիաների ու գործողությունների համար իրականացվում է որևէ ակցիա, դառնում են փխրուն հոգիներ։ Անահիտ Ավանեսյանը ստում է։ Ոչ մեկ մեր հերոսների նկարները ոչ պատրել է, ոչ իր վրա են նետել։ Անահիտ Ավանեսյանի դեմքին շպրտել են նկարները, որտեղ պատկերված են մասունքները, նահատակների այն տեսքով պահելը, որ ինքը պահել է, ու դա արվել է այն բանից հետո, երբ Անահիտ Ավանեսյանը առողջապահության նախարարը երկրի ուշադիր մարդկանց վրա կրակելուց հետո ոչ թե գնացել է վիրավորներին այցելելու, ոչ թե գնացել է հոգատարություն ցույց տալու, այլ ողջունել է ոստիկանների գործողությունը։ Գիտեք, ձեր երեսպաշտությունը սահման չունի, դուք նման եք այն հանցագործին, որ սպանում է իր ծնողներին, հետո դատարանում, որ դա ներկայացնում է իր որբ լինելը որպես մեղմացուցիչ հանգամանք։ Այ էսա ձեր ընդհանուր առմամբ պատկերը։ Դուք զոհը չեք, դահիճն եք։ Ու որևէ բան ազգայնացնելուց առաջ ընդհանրապես առաջին բանը, որ պիտի ազգայնացվի, Հայաստանի կառավարությունն է։ Մինչ այդ Աստված պահապան հայ ազգին ու հայկական պետականությանը։ Հայրմերը չեք ասելու, բա։ Տենց էլ ոչ մեկ չսովորեց։ Ես գիտեմ, դուք մտածեք։ Եկեք միասին, եթե հարմար է։ Տիկին Կյուրեղանով, բանով, պարոն Քոչարյանին էլ հրավիրեք։ Ասում եմ, պարոն Քոչարյանին էլ հրավիրեք։ Լավ։